Մղձավանջային գիշեր է անցկացրել Ռուսաստանը։ Մարտի լույս 11-ի գիշերը դրոնային ամենախոշոր հարձակումն է եղել այդ երկրի վրա։ Ուկրաինացիները հարյուրավոր ԱԹՍ-ներ են արձակել։ 337 ուկրաինական ԱԹՍ է խոցել ռուսական հոպը։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ կարողացել են բարեհաջող հետ մղել հարձակումը։ Միայն 91 դրոն որսացել են մայրաքաղաք Մոսկվայում ու Մերձմոսկովյան շրջանում, 38-ը Բրյանսկի, 25-ը Բելգորոդի, 22-ը Ռյազանի, 10-ը Կալուգայի օդային տարածքներում։ ԱԹՍ-ների բեկորները մտել են բնակելի տներ, ջարդուփշուր արել պատուհաններն ու կահ-կարասին։ Երկու մարդ զոհվել է, 20-ը, այդ թվում 3 երեխա վիրավորվել են Մերձմոսկովյան Վիդնոյե, Ռամենսկոյե և Դոմոդեդովո քաղաքներում։ Դոմոդեդովոյում ԱԹՍ-ի հարվածի պատճառով զոհված է և 2 վիրավորները եղել են Միրատորգ ընկերության աշխատակիցներ։ Մայրաքաղաքը ևս բավականին տուժել է օդային հարձակումից։ Այս շենքից գիշերը խուճապահար դուրս են վազել բնակիչները, գրեթե կիսամերկ։ Արթնացա, լսեցի պայթյունի ձայնը, ինչ-որ լույս էր վերևից երևում ու սկսեցին պատուհանների ապակիները դուրս թռչել։ Շատ վախեցա, միանգամից վերցրի անձնագիրս, շանս ու դուրս վազեցի։ 7 պայթյունի ձայն են լսել ականատեսները, ահա որ վախեցած են։ Վախեցանք, ասացինք, այս ինչ է կատարվում, պարզվեց, ահա թե ինչ։ Հետո մարդիկ սկսեցին դուրս վազել։ Նախնական հաշվարկով տուժել է ավելի քան 20 մեքենա, գնացքների երթևեկությունը Մոսկվայի ուղղությամբ այս պահին դադարեցված է։ Ժամանակավորապես փակվել են Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի օդանավակայանները, Շերեմետովոն էլ քիչ առաջ է վերսկսել թռիչքները։ Պաշտոնական Մոսկվան վստահ է, որ Կիևը այսպես արտահայտում է իր բողոքը Մոսկվա-Վաշինգտոն բանակցություններից։ Հասմիկ Սերոփյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։